մենք քաղաքապետարանի գործընկերների հետ այս հարցը քննարկել ենք, ասեմ, որ համանման հարցեր կան նաև հանրապետության այլ մարզերում, հիմնականում հարթավայրային մարզերում եւ քաղաքային բնակավայրերում։ Մենք մեր բոլոր ծրագրերը, որոնք փողոցների կառուցման ծրագրեր են, այնտեղ ներառում ենք նաև ջրամատակարարման եւ այս դեպքում ջրահեռացման ցանցի կառուցման արդիականացման աշխատանքները, պիտի ասեմ, որ մայրաքաղաք Երևանում եւ հանրապետության այլ քաղաքներում մենք բազմաթիվ նոր կառուցված այդպիսի փողոցներ ունենք, պլանավորում ենք շարունակել այս ուղղությամբ աշխատանքները, քննարկելով նաեւ ավելի մեծ ծավալի աշխատանքներ իրականացնել ջրահեռացման ոլորտում, այնպես որ կարծում եմ որոշակի փոփոխություններ առաջիկայում այս ուղղությամբ կսպասենք։ Շնորհակալություն պարոն Խուդասյան պատասխանի համար, բայց որ մի քիչ ավելի կոնկրետ լինի, որովհետև այո, մյուս տեղերում էլ նման խնդիրներ կարող են լինել, բայց Երևանը թերևս ամենածանրաբեռնվածներից է եւ առանց այդ խնդիրների մենք արդեն այդտեղ ունենք խցանումների խնդիր, հազարումի այլ խնդիր, օրինակ կան կոնկրետ վայրեր, որ հենց անձրևի առիթի կաթիլները գալիս են, հստակ կարելի է կանխատեսել այդտեղ ինչ է կատարվելու, մի քանի վայրեր ու արդեն մի քիչ գոնե լավ է որ մեր ժողովուրդը մի քիչ հումորով է վերաբերվում այդ ամեն ինչին, բայց այդ հումորի ռեսուրսն էլ է սպառվելու։ Ես ուզում եմ հասկանալ գոնե ժամանակային որոշակի հեռանկար ունենք, հորիզոն ունենք, օրինակ երբ այդ խնդիրները գոնե կսկսենք կոնկրետ առարկայական քայլեր ձեռնարկել լուծելու համար։ Շնորհակալություն։ Ըստ պայն հիմնական խնդրահարույց տեղերում ուսումնասիրություններ ենք իրականացնում, նաև ասեմ, որ ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցի արդիականացմանը ուղղված ֆինանսական միջոցներն են պլանավորած 2026 թվականին ավելացնել։ Սա նշանակում է, որ այս ուղղությամբ ավելի մեծ ծավալի աշխատանք կանենք, որի դրական արդյունքը շոշափելի կլինի քաղաքացիների համար։ Շնորհակալություն։